Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից երրորդը, տեղերի գների հետ կապված քայլերը մեր եւ նաեւ կպատասխանեմ ամենաշատ լայքերը ստացած հարցերին։ Սպասենք մի քանի րոպե մինչեւ մեր հայրենակիցները միանան եւ դրա ընթացքում կարողանանք արդեն պատասխանել բոլոր հարցերին։ Հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանը տնտեսական 5 քայլ է առաջարկում Հայաստանը վերափոխելու համար եւ այդ 5 քայլերի մեջ առաջին քայլը 300,000 աշխատատեղն է, երկրորդ քայլը 0% հարկ փոքր բիզնեսի համար, երրորդ քայլը 20% ավելի էժան դեղորայք մեր հայրենակիցների համար։ Մենք ունենք նաեւ 4-րդ քայլ գյուղերի համար մթերման կայանների ստեղծում, մթերման հարցի լուծում եւ 5-րդ քայլը դա էժան բնակարաններն են։ 4-րդ եւ 5-րդ քայլերի մասին մենք հետագայում կներկայացնենք, իսկ այսօր ուզում ենք ներկայացնենք 3-րդ քայլը Սամվել Կարապետյան։ Ինչու իմ Facebook page-ով հանդես չեմ գալիս, որովհետեւ Facebook-իս page-ը անվտանգությունից ելնելով Facebook-ը մետան օգնել է բան է արել, փակել է ժամանակավոր իմ անվտանգությունից ելնելու, edge-ի անվտանգությունից չի ջարդվել, ոչ մի բան չի արվել, ուղղակի մետան սահմանափակում է մտցրել, որպեսզի ավելի անվտանգ լինի, փորձ է արվել մտնեն, բայց մենք ունենք երկակի անվտանգության համակարգ edge-իս վրա, այդ իսկ պատճառով փորձը անհաջող է եղել։ Դա է պատճառը, որ մենք այսօր իրար հետ շփվում ենք ուժեղ Հայաստանի խմբով։ Երևի սկսեմ արդեն մեր հայրենակիցները ընթացքում տեսնում եմ արդեն միացել են շատերը։ Ուրեմն, ինչ է իր մեջ ներառում դեղերի գների նվազումը 20%, ինչու ենք մենք ընտրել այս ճանապարհը։ Բոլոր հարցումների, բոլոր ուսումնասիրությունների արդյունքում մենք հասկացանք, որ մեր հայրենակիցների մոտ հիմնական խնդիրներից մեկը, որ նրանց մոտ ծագում է, հիմնականում մեր հայրենակիցների հիշեցնեմ, ամեն 5 հայաստանցուց մեկը աղքատ է։ Աղքատ ասելով մենք նկատի ունենք, որ խնդիր ունի սնունդ գնելու։ Եվ այս մարդկանց մեր հայրենակիցների գրեթե 20%-ից երբեմն նաև ամեն 4-րդ հայրենակցի որոշ շրջաններում դեպքում մենք ունենում ենք մի խնդիր, մեր հայրենակիցները ունենում են մի խնդիր։ Միջին տարեկի հայաստանցիները ստիպված են որոշում կայացնել, ընտրում են, գնում են դեղ իրենց առողջության համար, թե սնունդ, հագուստ իրենց ընտանիքի, իրենց երեխաների համար։ Եվ դեղորայքը այն մասն է, որը ավելի կարևոր է մարդկանց համար, քան երբեմն որոշ ուրիշ առաջնահերթություններ։ Այդ իսկ պատճառով մենք երբեմն ասում ենք դեղ, թե հաց։ Ինչքան էժանանա դեղերը Հայաստանում, այդքան հնարավորություն կունենանք գնի իջեցում կլինի, այդքան հնարավորություն կունենանք մենք ապահովել մեր հայրենակիցների համար այդ միջոցների ավելի ճիշտ ծախսում։ Շատ մարդիկ, ովքեր ունեն աշխատավարձեր, ցածր աշխատավարձեր, ասում են, որ իրենց աշխատավարձի մինչև 20%-ը տալիս են դեղերին։ Ինչու մենք սկսեցինք աշխատել սրա վրա, որովհետև տեսանք մեծ տարբերություն։ Տարբերությունը Վրաստանի, Ռուսաստանի, եվրոպական երկրների եւ Հայաստանի գների մեջ է։ Ինչն է տարբերությունը Հայաստանում գները գրեթե օրինակ 3000, 4000 դրամ եւ ավել դեղերի մեջ գրեթե 2 անգամ ավելի թանկ են, քան Վրաստանում, Եվրոպական միության շատ երկրներում, անգամ Ռուսաստանում։ Սա մի տարօրինակություն էր, որը մեզ ստիպեց աշխատել այս ուղղությամբ ու հասկանալ որն է խնդիրը։ Իսկ գիտեք որն է խնդիրը։ Մի քանի տարօրինակ խնդիր ունենք մենք մեր համակարգում դեղերի։ Առաջին խնդիրը որ կա, դա նաև որ Հայաստանում գրանցված է ընդամենը 3800 դեղ։ Մինչդեռ Վրաստանում այդ դեղերի քանակը 8000 է։ Դուք պատկերացնում եք մեր երկրի չափ երկիր է Վրաստանը, բայց 8000 դեղ ունի գրանցած, իսկ Հայաստանը 3700-3800։ Դեղերի գրանցումը բավականին Հայաստանում դժվար process է, արհեստական դեղերի գրանցումը դժվարացվում է, որպեսզի քիչ ընկերություններ գան Հայաստան գրանցեն։ Այդ իսկ պատճառով մենք շատ հանդիպում ենք դեպքերի, երբ որ մարդիկ ուղղակի կան այլընտրանք էժան դեղերի օտարերկրյա արտասահմանում, բայց Հայաստանում այդ դեղերը չկան, որտեղ չի գրանցվում։ Առաջին քայլը, որ մենք պետք է անենք դեղերի գների իջեցման մեջ, դա գրանցման process-ը հեշտացնելն է։ Այն դեղերը, որոնք գրանցված են Եվրոպայում,
նրանք ավտոմատ գրանցվելու են Հայաստանում, որովհետև եվրոպական համակարգերը ավելի խիստ են լինելու եւ հնարավորություն են մեզ տալիս են վստահություն, որ հաստատ որակը ապահովված է։ Այսինքն մենք Եվրոպայում գրանցված դեղերը նաև Հայաստանում ենք ընդունելու եւ դա բերելու է ոչ թե որ մեր շուկայում կա 3700 դեղ, այլ 8-9000 դեղ կգրանցվի։ Իսկ դա կբերի արդեն գների իջեցման, որովհետեւ դեղերը տարբեր տեսակներ, նույն դեղի տարբեր անվանումներ, կոչվում են ջեներիկներ, ավելի էժան են լինում։ Երկրորդ բանը, որ ուսումնասիրեցինք դեղերի գների հետ կապված, ինչու է Հայաստանում դեղերը այսքան թանկ, որովհետեւ քանի որ փոքր երկիր է, Հայաստանում գնում են փոքր ընկերությունների միջնորդներից, այսինքն գործարաններից չի գնում Հայաստանը, այլ միջնորդներից է գնում։ Ինչ ենք մենք առաջարկում, որ մեր երկիրը գնա եւ պայմանավորվի մեծ արտադրողների հետ ամբողջ երկրի քանակի համար, ամբողջ երկրի պահանջարկի համար։ Դա կբերի նրան, որ գները շեշտակի կիչնեն, այսինքն միջնորդները դուրս կգան։ Հուսով եմ շատ արագ չեմ ներկայացնում, եթե տեսնում եք արագ եմ ներկայացնում, խնդրում եմ ինձ ուղեք, ասեք դանդաղ կամ բարձր կամ ցածր պատմություն հայոց ձեր գրածը տեսնում եմ, այո։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված դեղերը նույնպես մենք կնայենք տարբերակներ, թե ինչպես Ամերիկա, եվրոպական երկրներ գրանցված դեղերը նույնպես մենք կնայենք տարբերակներ եւ կտեսնենք, թե ինչպես ենք լուծելու հարցը, որ Հայաստանում էլ գրանցվի։ Պատկերացնում եք, ամբողջ աշխարհում գրանցվել է, հենց հասնում է Հայաստան, խնդիր ենք ունենում։ Ձայնի խնդիր կա։ Ինչ անենք, հարցացնենք երևի։ Իսկ այսպես լավ է, ոնց եք կարծում։ Իսկ հիմա լավ է, թե չէ ձայնը։ Okay, շարունակենք։ Մի քանի հարցեր, որ մեր հայրենակիցները տալիս են մեզ դեղերի հետ կապված ու ամենաշատ լայքեր հավաքած հարցերն եմ։ Ես ուզում տալ եւ փորձել պատասխանել ձեզ։ Մի քիչ բարձր խոսեմ, որ հեշտ լսվի։ Ուրեմն, առաջինը, Վահե Աղաջանյան օգտատերը հարցրել է. Նարեկ ջան, միայն 20%-ով էժան դեղերը խնդիրը չի, միայն այդ էժանությունը։ Մասնավորապես, ծանր հիվանդությունների ժամանակ օգտագործվող դեղորայքը դեղատներում ընդհանրապես չկա։ Դրանք անհայտ ճանապարհով գալիս են Հայաստան ու մարդիկ դրանք գնում են սև շուկայից մի քանի անգամ ավելի բարձր գներով, քան նույն Վրաստանում կամ Ռուսաստանում։ Պարոն Աղաջանյանը ուզում է ասել, որ Հայաստանում շատ դեղեր կան, որոնք գրանցված չեն եւ այդ իսկ պատճառով մարդիկ այլ երկրներից չգրանցված դեղեր են բերում ոչ լավ պայմաններում պահված, որը առողջությանը նոր մարտահրավերներ է տալիս։ Մեր առաջարկը հենց դրանում է, որ ազատականացնենք, Հայաստանում թույլ տանք 3800 գրանցված դեղերի տեղը գրանցվի 8000 դեղ Եվրոպական միությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որոնք որ արդեն անցել են բոլոր ստուգումները այդ երկրներում։ Եվ այդ հարցը կլուծի պարոն Աղաջանյանի ասած այս խնդիրը, որը վերաբերվում է դեղերի, նաև քիչ ճարվող դեղերի գտնելուն։ Կարծում եմ բավարարեց պատասխանեցի այդ հարցին, այսինքն հազվադեպ հանդիպող հիվանդությունների համար, եթե Եվրոպայում գրանցված է, Ամերիկայում գրանցված է, Հայաստանում ավտոմատ գրանցված կլինի եւ դեղատները հնարավորություն կտան, նաև ինտերնետ դեղատները ձեզ գնել։ Մյուս հարցը վերաբերվում է Նարեկ ջան, դեղերի գները իհարկե անհրաժեշտ է կարգավորել պետական մակարդակով։ Առաջին անհրաժեշտության դեղերի վրա պետք է լինի պետական մինիմալ գին, ինչին կարելի է հասնել միայն տեղական արտադրություն ունենալով, ճիշտ է։ Հարց. կատարել եք արդյոք հաշվարկներ եւ ուսումնասիրություններ, ինչ դեղեր եւ բժշկական պարագաներ կարելի է Հայաստանում արտադրել։ Տեղական արտադրություն ունենալը պետական անվտանգության հարց է, ճիշտ եք։ Ինչպես գիտեք, մեր տնտեսական ծրագրում մենք նաեւ ունենք առաջի կետը, դա 300,000 նոր աշխատատեղ է, ինչը իր մեջ ներառում երկրում ներմուծումները, մեր երկրի ներմուծումները 4 միլիարդ դոլարով ավելի շատ են, քան արտանումները, այսինքն մենք մեր երկիր 4 միլիարդ դոլարով ավելի շատ ապրանք ենք բերում, քան արտանում ենք։ Դա բերում է նրան, որ մեր երկրում ամեն տարի երկիրը աղքատանում է եւ այդ աղքատության հարցը մենք լուծում ենք ավելի շատ փող ուղարկելով, պետական պարտք ավելացնելով եւ Սփյուռքից ուղարկած փողերի հաշվին։
Մեր առաջարկը միշտ եղել է 300,000 աշխատատեղի ծրագրում դա առաջնային տեղ է, տեղական արտադրություններ հիմնել այն ապրանքները, որը մենք ներմուծում ենք, տեղայնացնել։ Դա կբերի նրան, որ մեր Հայաստանում կստեղծվեն բոլոր մեծ բանջարք ունեցող ապրանքների, ոչ հումքային իհարկե, նավթ չունենք, որ նավթի վերամշակում կարող ենք անել, ոսկու վերամշակում կարող ենք անել, չնայած ոսկի ունենք, նույն էլ դեղերի հետ կապված այն դեղերը, դեղամիջոցները, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, կստեղծվի դրանց արտադրությունները։ Եվ մի քանի օրինակ բերեմ։ Մենք ուսումնասիրել ենք, որ Հայաստանում արտադրվող դեղերի որոշ տեսակներ, վիտամինների որոշ տեսակներ, երբ որ հայկական արտադրության են, ամենաուշն են թանկանում։ Ընդհանրապես, ինչը Հայաստանում արտադրվում է, հայկական ապրանքները, ավելի ուշ է թանկանում, քան ներմուծվողը։ Եվ գները ավելի կայուն են։ Վիտամինների առումով այդպիսի ուսումնասիրություն կար, որ այն վիտամինները, որոնք 300 դրամով էին առաջ օրինակ վաճառվում, հենց հայկական արտադրությունը փակվեց կամ սկսեց արտանել, դարձավ 600 դրամ։ Տեղայնացումը, արտադրությունները հարցը մեր լուծելու են։ Այսինքն խնդիրը լուծելու են Հայաստանում գների։ Մենք ունենք 3 ճանապարհ։ Մեկը ազատականացնել դեղերի շուկան, երկրորդը պետությունը մեծ գնում անի այն դեղերի, որը տեղում չի արտադրում, եւ ոչ թե գնում անի, այլ շրջանակային գին ունենա, որով բոլոր դեղատները կարող են գնալ եւ օտարերկրյա գործարաններից գնել։ Իսկ երրորդը դա արդեն տեղայնացնելն է, տեղական արտադրություններ ստեղծելը, որը մի քանի հարց է լուծում։ Առաջնայինը լուծում է աշխատատեղերի հարցը, երկրորդը լուծում է դեղերի գների հարցը, երրորդը լուծում է ներմուծման տեղը, տեղական արտադրանքի եւ արտահանման հարցը։ Սա շատ կարեւոր է եւ տնտեսական ընդհանուր երկրի մոդելը մենք պետք է փոխենք։ Մենք պետք է դառնանք երկիր, որը արտադրում է, որը արտահանում է։ Սա մեր հավատամքն է։ Ճիշտ է, Գարեգինը գրել է, որ Պարսկաստանում գները մատչելի են։ Գարեգին ջան, կա այդպիսի հարց, ուղղակի մի հատ հարց ունենք մենք։ Պարսկականի հետ կապված մենք GMP սերտիֆիկատի խնդիր կա Հայաստան բերելու եւ այդ սերտիֆիկատներին հասնելու համար մենք պետք է պարսկական դեղերը անցնի ամեն դեպքում այդ ստուգումը, նրանք էժան են, բայց նրանք ստուգման կարիք ունեն։ Նույնը չեմ կարող ասել եվրոպական, ամերիկյան շուկաների համար, որտեղ համատարած GMP սերտիֆիկատը կա։ Այն պարսկական դեղերը, որ եվրոպական, ամերիկյան, հայկական, նո պարզա ամերիկյան, էսպայն մի քիչ երևի այդքան հնարավոր չի, եվրոպական կամ հայկական շուկայում գրանցում անցնեն, մենք հնարավորություն կտանք վաճառք իրականացնել, բայց պետք է հիշենք, որ առողջությունը ամենակարևոր բանն է մեր ազգաբնակչության եւ մենք պետք է շատ զգույշ լինենք թույլտվություններ տալու ժամանակ։ Տանք միայն այն դեպքում, երբ որ դա վստահ ապացուցված որակյալ դեղամիջոցներ են։ Մյուս հարցը։ Էժան դեղորայք ունենալու համար համակարգային, այդ թվում առողջապահական հիմնարար փոփոխություններ են պետք։ Այդ մասով ինչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել։ Դեղերի ընդհանուր առողջապահական ռեֆորմը առանձին մենք տեսնում ենք, որ ապահովագրությունը պետք է շարունակվի, ապահովագրությունը պետք է լավարկվի։ Ինչու է ապահովագրությունը կարևոր Հայաստանի համար, որովհետև գյուղերում, համայնքներում մարդիկ տարիներով չեն գնում բժշկի նրա համար, որ չեն կանխատեսում, չգիտեն թե ինչ ծախսի տակ են ընկնելու։ Ապահովագրությունը լուծում է այդ հարցը, մարդը չի մտածում, որ ծախս է լինելու իր համար, իսկ դուք գիտեք, մեր ազգին հատուկ չէ հիվանդանոց գնալ, մանավանդ տղամարդկանց։ Ու դա բերում է նրան, որ տղամարդկանց մահացության տարիքը ավելի ցածր է, շատ ավելի, քան կանանց։ Մենք պետք է ապահովագրության հարցը լուծենք, որ ֆինանսական առողջապահության ապահովագրության հարցը ավելի լայնացնենք, վերջնականապես բերենք նրան, որ երկրում լինի լավ աշխատող ապահովագրական համակարգ, էֆեկտիվ աշխատող բժիշկների իրավունքները չոտնահարող ապահովագրական համակարգ, որը կկարողանա հնարավորություն կտա նաև մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն ապահովել անվճար ապահովագրության։ Դա այն ծրագրերից է, որը մենք ոչ միայն կշարունակենք, այլ նաև կլավարկենք։ Մյուս հարցը դեղերի շուկայի հարցն է։ Այո, այստեղ կա ազատականացման խնդիր, այստեղ կա ավելի պրոակտիվ պետության մասնակցության խնդիր, որը մենք տեսնում ենք, որ պետք է պետությունը անի եւ այդ պրոակտիվությանը հասնենք նրանով, որ պետությունը մասնակցի երկրի համար էժան պայմանագրեր բերի դեղերի գնման։
Ինչու է Վրաստանը մեզանից 20, 30, 50 կիլոմետր հեռու Վրաստանը ավելի էժան, որովհետև այնտեղ պետությունը ակտիվ քաղաքականություն է վարել, այնտեղ 3 հարց է կարողացել լուծել։ Նախ տեղական որոշ արտադրանք ունեն, չնայած ոչ շատ, ես վստահ եմ Հայաստան ավելի շատ կլինի։ Երկրորդ, կարողացել են ուղենշված գին դնել, որ դրանից ավել իրավունք չունենան վաճառեն մասսայական այն դեղերը, որ շատ կարևոր են, քրոնիկ դեղերը։ Եվ նաև երկրում ազատականացրել են դեղերի գրանցումը։ Մյուս հարցերի հետ կապված մեջքի մկանային ատրոֆիա հիվանդության դեղորայքը, ինչպես բոլոր երկրներում կլինի պետպատվերով հարց։ Եթե անգամ լինի 20% էժան լինի, միևնույն է, եթե անգամ լինի 20% էժան լինի, միևնույն է, դա շատ թանկ է, պարզ աշխատող եւ ապրող մարդկանց համար։ Հարց. Հասկացա, հիմնականում հայրենակիցը ոնց հասկացա, քրոնիկ որոշ հիվանդությունների մասին է ասում։ Եթե ապավագրությունը կա, էլ իմաստ չկա դեղի գնի հետ կապված, էլ չի վճարում քաղաքացին, այլ վճարում է հիմնականում պետությունը։ Այդ իսկ պատճառով խնդիր չկա, խնդիր չեք ունենա դուք ձեր համար, բայց որոշ հիվանդություններ կան, օրինակ օնկոհիվանդությունների ուղղությամբ լուծում դեռ չունենք։ Ցավոք չկա լուծում օնկոհիվանդությունների հետ կապված, որի վրա պետք է աշխատենք։ Ինչու՞, որովհետև գիտեք, որ բյուջեները շատ են եւ առողջապահական բյուջեների կառավարելիության հարց է առաջանալու։ Իմ կարծիքով առաջի քայլերը մենք պետք է կարողանանք մյուս բոլոր հիվանդությունների հարցը լուծենք, երբ որ գա այնպիսի գեր, թանկ, բուժում պահանջող հիվանդությունների հարցը, պետությունը հնարավոր է ունենա մասնակցություն, որպեսզի գինը էժան լինի, ազատականացնի շուկան, բայց ամբողջական ապավագրությունը կարճաժամկետ, ճիշտը որ ասեմ, մենք չենք տեսնում ինչի համար, որտեղ դա կխանգարի մյուս ապավագրության համար։ Բայց բոլոր մյուս հիվանդությունների ուղղությամբ մենք ունենալու ենք բոլոր հիմնական հիվանդությունների ուղղությամբ մենք ունենալու ենք շարունակելու ենք ապավագրության ծրագիրը։ Եթե հարցեր ունեք, Նարեկ ջան, ամենակարևոր հարցերից կհաստատվի արդյոք պետական վերահսկողություն դեղատների գործունեության վրա եւ ինչպես է կանխելու կոռուպցիան դեղերի գնման ոլորտում։ Այսպես կարող եմ ասել, մեզ համար կարևոր է, թե ինչ գնով է քաղաքացին գնում դեղը։ Դա է վերջնական նպատակը։ Եթե մենք կարողանանք բերենք շուկայական լավ գնի, կարողանանք բերենք վրացական գների դեղերը, դա արդեն կլինի մեծ հաղթանակ մեզ համար եւ դա արդեն կլինի կոռուպցիոն բոլոր գործարքների, շահույթների նվազեցում կամ ինչ որ բաների այդպիսի դեպքերի քանակների նվազեցում, քանի որ եթե գինը ցածր է, այնտեղ չկա որևէ այլ քամիներ, հոսանքներ, դուք ինձ կհասկանաք։ Բայց որպեսզի պարզ լինի, մենք այս կառավարության մոտեցումը մի քիչ չենք կիսում որոշ հարցերում, օրինակ մենք տեսնում ենք, որ համակարգային բարեփոխումներ է բերում կոռուպցիայի դեմ հաղթանակին։ Այսինքն մենք պետք է լուծենք պետության առջև դրված խնդիրները այնպես, որ կարիք չլինի կոռուպցիոն գործարքների։ Ինչպես բացատրեմ, շատ ընկերություններ հարյուրավոր թույլատվություններ են ստանում պետությունից եւ պարզ է, որ դուք եթե հարյուրավոր թույլատվությունները գործում են երկրում, այնտեղ կլինեն կոռուպցիոն տարբեր դրսևորումներ։ Որպեսզի կոռուպցիա չլինի երկրում, օրինակ ելի կբերեմ Վրաստանի օրինակը, նրանք լիցենզիաների 70-80%-ը համարյա չեղարկել են։ Եվ հայտնի է փաստ, որ օրինակ կար լիցենզիա Վրաստանում, հրդեհային 2 լիցենզիա կար, որից մեկը հանել էին, դրանից հետո հրդեհների թիվը քչացել էր երկրում։ Այսինքն լիցենզիաները, թույլտվությունները փաստ չի, որ ապահովում են որակ, մեր քաղաքականությունն է, որ թույլտվությունները լինեն մենակ այն ոլորտներում, որոնք առողջության ապահովության հետ կապված են մարդկանց։ Իսկ այն ոլորտներում, որոնք ուղղակի պետական համակարգի կառավարելիություն են ապահովում, դրա կարիքը չկա եւ դա կբերի կոռուպցիայի շեշտակի նվազման։ Կոռուպցիայի կարիքը պետքա չլինի։ Դա է կոռուպցիայի դեմ պայքարելու ամենաառաջնային մեթոդը։ Եվ իհարկե խիստ վերաբերմունքը եւ իհարկե նաեւ մարդկանց ճիշտ մոտիվացիոն քաղաքականությունը, այսինքն ոչ թե ուղղակի
պարգևատրումներով մարդկանց բոլորին, այսպես ասած, ուղղաթիռային պարգևատրումներ տալ, այլ խնդիր դնել, խնդիրը եթե լուծում է այդ ստորաբաժանումը թվերով, այդ իսկ դրանից հետո կունենա պետության կողմից դրական վերաբերմունք։ Շնորհակալ եմ շատ, կներեք, որ ձայնը մի քիչ լավը չէր, մյուս անգամ ուշադիր կլինենք, բայց հուսով եմ, որ պատասխանեցի դեղերի հետ կապված ձեր հարցերին։ Շնորհակալ եմ, հաջողություն։